Շան, երևի նկատեցիր երեք շրջադարձային հայտարարություններ Իսրայելից Նեթանյահուն հրաժարվում է կամ հետաձգում է Բաքու այցը, միաժամանակ Թուրքիայից է հայտարարություն հնչում, որ Թուրքիան չի տրամադրի իր օդային տարածքը Նեթանյահուի ինքնաթիռին։ Ինչ որ բան է կտրուկ փոխվել։ Այո, հարկելի նվեր, որովհետև գիտեք, մենք եւս այստեղ զգում ենք, որ Իսրայել-Թուրքիա լարվածությունը, որ կարող ենք ձևակերպել այնպես, որ մինչև այս պահը, մինչև սիրիական տարածքների վրա երկու պետությունների փախման գետերի տեսանելիությունը զուտ դեկլարատիվ է, որովհետև ոչ մի ուրեմն ռազմավարական գործընկերություն, դաշինք, տնտեսական հարաբերություններ չէին չեղարկում, ամեն ինչ նորմալ գնով գնում էր, բայց կարծում եմ, որ սիրիական տարածքների վրա գրանցվողները այդպես դեկլարատիվ հարտությունից անցել են գործնական փուլ, որովհետև ի վերջո փախվում են մի կողմից այսօրվա Դամասկոսի իշխանության հովանավորությունը գրող զինյալ խմբավորումները, մի կողմից, մյուս կողմից դրուզները, ովքեր ուրեմն ամիջական աջակցություն են ստանում Իսրայելից։ Հիմա սա նաև քաղաքականորեն բացատրվում է, բարձրապնդվում է այն առումով, որ Իսրայելը դրուզների գարկավիճակը լիարժեք շահարկում է, որպեսզի նախապատրաստի իր ներխուժումը, ավելի ճիշտ իր ներխուժած տարածքների աշխարհակության ընդլայնումը, որովհետև անվտանգության կոդի է առաջադրում եւ Թուրքիան եւ հիմա նաեւ Իսրայելը։ Երկուսն են սիրիական տարածքներ։ Ճիշտ է, դարբեր միջավայրեր են աշխարհականորեն, այնուամենայնիվ գիտեք, եթե մեծ հաշվով նախորդ վարչակարգը հենվում էր Իրանի եւ Ռուսաստանի Դաշնության պետության վրա, երկուսի ամբողջական կամ մասնագի փլուզումից հետո այդ վակյումը, այդ բառը եկավ հիմնականում լրացնելու Թուրքիան աջակցելով, ֆինանսավորելով, զինելով, մարզելով այսօր իշխանությունը ստանձնած ուժերին եւ հիմա արդեն տարածքների վրա ռազմական արգայություն նաեւ Իսրայելի պետությունն է, այսինքն առաջի հանգրվանին երկու պետությունները նպաստավորվում էին, արիթավորվում էին, բայց հիմա արդեն դեսաների են թեկուզ միջնորդավորված, այնուամենայնիվ երկուսի հովանավորյալ ուժերի տարածքների, սիրիական տարածքների վրա փախման գործողություններ, ռազմական փախման գործողություն։ Այսինքն ի տարբերություն Սիրիայի, Լիբանանում պատերազմի վտանգը չեզոքանում է կարծես։ Չեմ կարող ասել, որ հրատադարը ամբողջական բավանդվում է, բայց համեմատաբար ավելի հանգիստ է։ Ես նկատի ունեմ Թուրքիա-Սիրիա հավանական բախում է հենց Սիրիայի, Թուրքիա-Իսրայել հավանական բախում է հենց Սիրիայում։ Այո, այդ առումով այո, բայց չմոռանանք, որ ի վերջո երկու պետությունների գործողությունների գարմիր գծերը ուրեմն ճշտվում են Միացյալ Նահանգների կողմից։ Այս ամբողջ ռազմախաղերի հիմնական մրցավարը շարունակում է մնալ Վաշինգտոնը եւ երկու պետություններն էլ իրենց այդ գործողությունների դարողության չափը նշածողը անպայման ճշտում են, համաձայնեցնում են Վաշինգտոնի հետ։ Այս ռազմախաղի կանոնները շարունակում են ճշտվել Վաշինգտոնից այդ առումով։ Իսկ Լիբանանի առումով այո, համեմատաբար ավելի հանգիստ է, բայց Իսրայելը մեկ-մեկ շարունակում է խախտել հրատադարը, հրատադարի այն պայմանը, որ 60 օրյա ժամկետ էր ճշտել, որպեսզի հեռանան իսրայելյան ուժերը դա չի հարկվում, իսրայելյան ուժերը շարունակում են վերահսկել որոշակի տարածքներ, ռազմագիտական նշանակություն ունեցող բլուրներ եւ անօդաչու սարքերով անվերջ շրջակայում են լիբանանյան օդային տարածքների վրա։ Բազմաթիվ ուղղություններով հրատադարը չի հարկվում, բայց պատերազմական գործողությունները այն թափով կամ այն չափով որ տեղի են ունենում, այսօր չկան փաստում։ Այսօր մի շատ ուշագրավ հայտարարություն էլ հնչեց Բաքվում Իրանի արտգործնախարարի տեղակալի
կողմից, որ Իրանի նախագահը պատրաստակամ է միջնորդ հանդիսանալ Բաքվի եւ Երևանի միջև։ Նախ ուզում եմ հարցնել Իրանի ինչին է պետք դա, կամ ինչով կարող ես բացատրել այսպիսի հավանական փոփոխությունը հայ-ադրբեջանական օրակարգում։ Գիտեք, մի քանի հայտարարություն եւս պետք է հիշել այս առումով եւ այդ Ընդ որում դա հնչում է Իրանի նախագահի Բաքու այցից հետո։ Այո, այո։ Նախ այն հայտարարությունը, որ Իրանը պատրաստ է Նախիջևան, Ադրբեջան անցք դրամատրել, սա ենթադրում էր, որ Ադրբեջանին ուղղված ուղերձ էր, որ մոռացեք Զանգեզուրյան միջանցքից էր նախագիծը։ Երկրորդ նաև ցեր ասած այն առումով, որ Իրանը պատրաստ է միջնորդ դառնալու, ի վերջո նաև կարծում եմ քիչ առաջ մեր նշած այն ընդհանուր աշխարհակաղակականությունը, որ Իրանը Ամերիկայի հետ այդ բանակցությունները եթե արդյունավորվեն, Իրանի համար բոլորովին նոր հանգրվան է սկսվելու եւ այդ գայունացման, խաղաղության ուրեմն դարբեր գեդեր ապահովելու այդ ընդհանուր նախաձեռնություններն են, որովհետեւ չմոռանանք իհարկե նաեւ ազերի ցակումով իրանյան զանգվածի հասկապանակչության արգայությունը մեկ ճիշտ է լարումը Բաքվի իշխանությունների եւ իրանյան իշխանությունների միջև, բայց նաեւ նախատեպ հայտարարությունները այդ Իրանի համար գենսաճանաբար նկատվելու համար Հայաստանը նկատելու ամենաապահով սահմանագետ